Բարեօր հայրենակիցներ, ավանդույթի համաձայն հրատապ առաջացած խնդիրների հետ կապված մեր ֆեյսբուքյան պաշտոնական հարթակում գրասենյակի հանդես են գալիս ուղիղ եթերներով, այս անգամ արտահերթ ուղիղ եթերի դուրս գալու եւ հանրությանը ներկայացնելու նպատակի իրավիճակի կապված էր Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սայրը» հուշարձանի հետ։ Երեկոյան 8 ժամից մինչ այսօր տարբեր սոցիալական հարթակներում տարածվում է լուսանկար, որը գեներացված է արհեստական բանականության միջոցով, որը տարածվել է սկզբնաղբյուրը ադրբեջանական Խանքենդի լար կոչվող ֆեյսբուքյան հարթակներից մեկն է, որտեղ տեղադրվել է լուսանկարը արհեստական բանականությունով գեներացված, որտեղ երևում է իբր թե ծանր շինարարական տեխնիկայի կիրառմամբ ոչնչացվում է Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սայրը» հուշարձանը։ Ցավոք սրտի այդ կեղծ գեներացված լուսանկարը ադրբեջանական սոցիալական ցանցերի տիրույթում հայտնելուց անմիջապես հետո շատ արագ կերպով սկսեց տարածել նաև հայկական տարբեր սոցիալական ցանցերում եւ հարթակներում եւ նաեւ մեր հայրենակիցներն են ակտիվորեն տարածում։ Այդ առումով հորդորս է մեր հայրենակիցներին չտրվել նման ապատեղեկատվության, սա հոգեբանական ահաբեկչության մեխանիզմ է ուղղված մեր դեմ, հաշվի առնելով հուշարձանի կարևորությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզանից յուրաքանչյուրից թե արցախահայության եւ առհասարակ ցանկացած թափ մտածող անձի եւ Արցախ այցելած ցանկացած հյուրի համար մենք ենք մեր սայր հուշակոթողը առանձնակի նշանակություն ունի։ Հորդոր խնդրանք թե պահանջ չկցանկանաք դիտարկել հարկելի որոշ լրատվամիջոցի ներկայացուցիչներ եւ տարբեր սոցիալական ցանցերի ադմինիստրատորներ որոշեք դուք, բայց նման տեղեկատվություն խնդրում եմ մի տարածեք։ Ցավոք սրտի սոցիալական ցանցերում հայտնվել են այնպիսի խմբեր, այնպիսի աճեր, որոնք համար լայքեր, հավանություններ հավաքելը, դիտումների քանակը ավելացնելը ավելի կարևոր են դիտարկում, քան մարդկանց հոգեբանական իրավիճակը հաշվի առնելու։ Ես պահանջում եմ այդ խմբի ադմիններից, ովքեր նման մոտեցումներով հրապարակել են այս լուսանկարը անհապաղ հեռացնել։ Ձեր էջերի ակտիվությունը, հարթակների ակտիվությունը այլ միջոցներով, այլ ձևերով զարգացրեք, այլ ավելի օգտակար մեխանիզմներ կան։ Հեռու մնացեք մեր հայրենակիցներից նման նյութերով հոգեբանական ազդեցություն ցուցաբերելու եւ առանց այն էլ այս աշխարհաքաղաքական իրավիճակների համատեքստում, առանց այն էլ հատկապես բռնի տեղահանված Արցախահայություն, երբ ամեն ինչ թողել բռնի տեղահանվել են, որոնց համար առավել ցավալի են նման թեմաներ եւ առավել զգայուն են նման թեմաները, այս մեր հայրենակիցների հաշվին ձեր լսարանը մի ակտիվացրեք եւ մի դարձրեք նման նյութեր տարածող եւ գեներացնող հարթակներ։ Սա շատ կարեւոր հանգամանք է, որպեսզի նման նյութերի նկատմամբ շատ հստակ մոտեցում լինի։ Այն որ Ադրբեջանը մտադրություն ունի այդ հուշարձանը եւ Արցախում ամբողջ հայկական ժառանգությունը քանդելու, ոչնչացնելու, հողին հավաս առաջնելու, դրանում երկրորդ կարծիքն չի էլ կարող լինել, բայց մի տարածեք չստգված տեղեկատվություն։ Արցախի մշակութային ժառանգության հետ կապված դեպքերի, փաստերի արձանագրող մասնագիտական կազմակերպություններ եւ հարթակներ կան։ Հորդորում եմ մեր հայրենակիցներին, զանգվածային լրատվամիջոցներին, սոցիալական ցանցում ակտիվ գործունեություն իրականացնող բլոգերներին եւ մեր հայրենակիցներին առհասարակ
հետևել բացառապես նման կառույցների աշխատանքներին և նման հարթակներին, որտեղ տեղադրվում են հստակ տեղեկատվություն ստուգված տարբեր աղբյուրների հիման վրա։ Որպեսզի մեր լսողները պատկերացում կազմեն այդ հարթակների մասին, ես որոշ կազմակերպությունների հարթակների անվանումներ կնշեմ, որոնց հետ մենք ակտիվորեն տարբեր հարցերի շուրջ համագործակցում ենք։ Բնականաբար, բացի Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակից, որի հարթակով մենք ուղիղ եթերում ենք, Monuments Watch անկախ ակադեմիական հարթակ, Կովկասյան ժառանգության մշտադիտարկում իրականացնող Կովկաս Heritage Watch, Քանդակագործների ազգային պարկ թանգարան, որը Գյումրիում է գործում, Արցախի մշակույթի և տուրիզմի զարգացման գործակալություն։ Իր գործունեությունը այստեղ շարունակում է իրականացնել նաև Արցախի մշակույթի նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջը։ Արցախի պատմական միջավայրի պահպանության բուակի Արցախ Monuments ֆեյսբուքյան հարթակը։ Սրանք բոլոր, նաև հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հիմնադրամը, որը կես դարուցավել գործունեություն է ծավալում։ Իհարկե կան այլ կազմակերպություններ ևս, բայց սրանք այն կազմակերպություններն են, որոնք որ սոցիալական ցանցերում ունեն իրենց հարթակները, ունեն իրենց էջերը։ Հետևեք այդ հարթակներին և տեղեկատվություն տարածեք միայն այդ հարթակներով։ Եվ ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլոր այն ֆեյսբուքյան խմբերի ադմինիստրատորներին և բոլոր այն լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք որ ցուցաբերեցին մասնագիտական հմտություններ և հավատարիմ լինելով իրենց մասնագիտական էթիկային, տարածում են միայն հավաստի տեղեկատվություն և հենվում են միայն ստուգված տեղեկատվության հիման վրա կամ գոնեն այդ կազմակերպություններից, ովքեր որ դաշտում նման փորձառություն ունեն, ճշտում են այդ տեղեկատվությունից։ Եվ իհարկե այն խմբի ադմինիստրատորներին, ովքեր որ տեղադրել են կամ հաստատել են այդ նյութը, որ տեղադրվել է, բայց մեր հորդորներով, մեր սթափ հայրենակիցների հորդորներով, ովքեր որ ներկայացրեցին, որ լուսանկարը արհեստական բանականությունը գեներացված է, ի պատիվ իրենց այդ հրապարակումները անմիջապես հեռացրեցին, նաև մեր բոլոր այն հայրենակիցներից եմ շնորհակալություն հայտնում, ովքեր որ այդ զգուշացումները ստանալով, տեղեկատվությունը ստանալով, որ գեներացված է արհեստական բանականությունով և առայժմ այդ գործ ունենք չհաստատված տեղեկատվության հետ, հեռացրեցին։ Սա խոսում է այն մասին, որ շտապ մտածող մարդիկ իրավիճակը ճիշտ են գնահատում, և սա խոսում է այն մասին, որ այդ մարդկանց որոշակի հատված այդ լուսանկարները հրապարակել է ոչ թե հավանումներ, դիտումներ հավաքելու համար, այլ իրազեկում բարձրացնելու համար, չիմանալու, որ կեղծիքի տարածման գործիք է դառնում։ Բայց այս ամենին զուգահեռ բավականին մեծ թիվ են կազմում ֆեյսբուքյան այն հարթակները, որտեղ որ այս լուսանկարները մինչ հիմա գեներացվում, տարածվում են և սրանով փորձ են առնում այդ հարթակների տեսանելիությունը, հավանումների քանակը ավելացնել։ Եվս մեկ անգամ պահանջում ենք պաշտոնապես հեռացրեք այդ գրությունները և հետևեք միայն համապատասխան հավաստի տեղեկություններին։ Մի դարձեք Ադրբեջանի ահաբեկչական, հոգեբանական, ահաբեկչական քաղաքականության հերթական գործիքներից մեկը։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Եղեք զգոն և հետևեք միայն ստուգված տեղեկատվության այն հարթակներին, որի մասին մենք հրապարակեցինք։
Մեր գործընկեր Արցախի մշակույթի եւ տուրիզմի զարգացման գործակալության հետ մենք 3 ուշ երեկոյան համապատասխան համատեղ հայտարարություն տարածեցինք եւ մեր ստուգման աշխատանքները հավելյալ փաստերի ի հայտ բերելուն շարունակում է եւ մենք բարբերաբար կանդրադառնանք, բայց որպես վերջաբան ցանկանային նշել, որ այս պահին փաստը այն է, որ գործ ունենք արհեստական բանականությունով գեներացված լուսանկարի հետ եւ լուսանկարում պատկերվածը ու իրականությունը իրար հետ ոչ մի աղերս չունեն։ Երբ կլինեն հստակ այլ արբանյակային լուսանկարներ եւ այլն, մենք բնականաբար այդ ամեն ինչը կհրապարակենք։ Հետևեք այդ տեղեկատվությանը եւ զերծ մնացեք հոգեբանական ահաբեկչություն տարածող հարթակներից եւ մի դարձեք հոգեբանական այդ ահաբեկչության զոհ։ Հաջողություն։